Պետբյուջեից հատկացված գումարներով անցյալ տարի Շամլուղ քաղաքում հիմնանորոգվել է 3 բազմաբնակարան շենքի տանիք։ Շամլուղի կենտրոնական թաղամասի երկրորդ շենքի բնակիչները դժգոհում են, որ այս տարի եւս իրենց շենքի տանիքի վերանորոգումը դուրս է մնացել ծրագրի շրջանակներից։ Շիպեր չունենք, սաղ բաց է կրիշը։ Տաշտերը դրինք տալեն, տաշտերը ջաշտեց, ծերկերը պողեց, սաղ թապեց։ Այս շենքը վտարային է, ասում եմ մինչև լրիվ չանենք, վերջում նոր թե բան կրնի սրան, թե չէ։ Տանիքի հիմնանորոգման կարիք ունեն գրեթե բոլոր շենքերը, սակայն հիմնանորոգման աշխատանքները կատարվում են ըստ առաջնահերթության, նշում է քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը։ Որպես տանիք այդ աշճանի վատել չի, ասենք, բարբերաբար ասենք ուրիշ շենքերի տանիքներ, որ քանդում ենք փոխելու, ասենք այն հին, ոչ թե հին, այլ փոխվող շենքերի շիֆերներից տրամադրում ենք մնացած շենքերին, այդ թվում է շենքին էլ ուրիշ շենքերը տրամադրում ենք, ասենք վերանորոգելու ձևով։ Սակայն շենքի տանիքի անմխիթար վիճակը վաղուց արդեն երկրորդային է դարձել բնակիչների համար։ Զուգանները սաղ փլվել է, երնակ տագը բացանենք տենանք, սաղ բանը գնացել է շենքի ֆունդամենտը։ Առաջի հարգում մի հատը կնիկ ապրում 4 երեխա ունի, մեղքը չինա, պատեզդը փուլա գալի, մի երեխեն ընկնի են պատեզդի մեջ նա ինչ կարա անի։ Բնակիչներն ասում են, որ շենքային նման պայմաններում ապրելն օրեցօր վտանգավոր է դառնում։ Եթե տանիքի համար գանգատվում են հատկապես վերևի հարկերում ապրողները, ապա շենքի կիսականգուն վիճակը լրջորեն մտահոգում է բոլորին։ Ամենավատ վիճակում առաջին հարկի բնակիչներն են, ովքեր ստիպված են ապրել առնետների հարևանությամբ։ Մանր երեխեքի տերեն, երեխին կքնացնի կարողա կինա, չի կարում իր երեխին մաքուր ամեն րոպե մաքուր քնացնի, հանկարծ կքնացնի ձեռը յուղոտ կլի, կալվասոտ կլի, բան կլի, կրիսները կգան կքրքրեն այդ երեխեքին։ Քաղաքապետի խոսքով քաղաքում նմանատիպ եւս 4 շենք կա, որոնց մասին մարզպետարանում իրազեկված են, թեև առայժմ համապատասխան մասնագետ չի եկել եւ շենքերի վթարայնության աստիճանը դեռ որոշված չէ։ Ամեն տարի ուզում են, ասենք վթարային շենքերի ցուցակ իհարկե ես նրա վթարայնության աստիճանը չեմ կարող որոշել, դա մասնագետների գործ է։ Պետք է դրսից գան, ասենք ինքն ասե դրսից գան նայեն այսենց, հետաքրքրվին ձեզ նման։ Ֆինանսավորում անեն։ Ինքն ջեբին չկա է մարդ ասա, գնաց շենքավորություն տարեք։ Գյուղապետը ինչ է անի, պիտի օգնողինի հվակվենք, օրինակ, մասպետը գա, ամեն բանն էլ ասենք, հվակվենք, մին բան ստեղծենք։ Քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը հավաստիացրեց, որ անպայման հետամուտ կլինի երկրորդ շենքի խնդրի լուծմանը։